Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 362 թվականին Տարոն Գավառի Հացեկաց գյուղում, Վարդան անունով շինականի ընտանիքում։ 370-ից 380-ական թվականներին ստացել է փայլուն կրթություն։ Տիրապետել է հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։ 380-ականների վերջերին տեղափոխվել է Վաղարշապատ, աշխատել է Արքունիքում որպես տպիր և զինվորական ծառայության է անցել Հայոց թագավոր Խոսրով III մոտ։ 394 թվականին թողնել է աշխարհիկ կյանքը, դարձել վանական և իր աշակերտների հետ մեկնել Գողթն գավառ քարոզչության։ 395-ից 404 թվականներին նա հասկացավ, որ բանավոր քարոզը բավարար չէ։ Ժողովուրդը չէր հասկանում օտարլեզվով գրված աստվածաշունչը և հեթանոսական սովորույթները դեռ ամուր էին։ Մտածեց հայերեն ունենալու մասին։ 404 թվականին Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ, խորհրդակցում Սահակ Պարթև կաթողիկոսի հետ։ Հռոմշապու արքայի հանձնարարությամբ բերվում են դանիելյան գրերը, սակայն 2 տարի փորձարկելուց հետո պարզվում է, որ դրանք թերի են։ 405 թվականին Մաշտոցն իր աշակերտների հետ մեկնում է ասորիկ մշակութային կենտրոններ Եդեսիա և Սամոսատ։ 406 թվականին Եդեսիայում երկար որոնումներից հետո, լեզվաբանական հետազոտություններից և ըստ ավանդության աստվածային տեսիլք տեսնելուց հետո ստեղծում է հայոց այբուբենը։ Սամոսատում հույն գեղագիր Հրոփանոսի հետ ձևավորում է տառերի տեսքը։ 406 թվականին վերադարձավ Հայաստան, Արասք գետի ափին, նրանց մեծ շուքով դիմավորեցին արքան և ժողովուրդը։ 407 թվականից սկսած Հայաստանի տարբեր վայրերում, Արցախում, Սյունիքում, Վասպուրականում բացվում են առաջին դպրոցները։ 410 թվականին Մաշտոցը ներդրում է Վիրք և Աղվանք, որտեղ ըստ պատմիչների նույնպես օգնում է ստեղծել տեղի գրերը։ 439 թվականին մահանում է նրա հավատարիմ զինակից Սահակ Պարթևը։ 440 թվականի փետրվարի 17-ին Մեսրոպ Մաշտոցը կնքում է իր մահկանացուն Վաղարշապատ։ 443 թվականին Վահան Ամատունի իշխանը Մաշտոցի մարմին տեղափոխում և ամփոփում է Օշականում։ Նույն թվականին իշխան Վահան Ամատունին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա կառուցում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։ 17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր, ըստ Առաքել Դավիժեցու միայն ավագ խորանն է մնացել ծածուկ։ 1639-ից 1645 թվականներին Փիլիպոս առաջին Ավդեկացին կաթողիկոսը հիմնովին նորոգել է եկեղեցին։ 19-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին եղել է խարխուլ և վթարային վիճակում, ուստի 1850 թվականին Ներսես 5-րդ աշտարակեցին Կոնդակով դիմել է Սինոդին եկեղեցին նորոգելու առաջարկով։ 1860 թվականին Միքայել Նալբանդյանը Հնդկաստան մեկնելուց առաջ ուստի է եկել Օշական և եկեղեցու ամբողջ վիճակը տեսնելով բանաստեղծությամբ իր վիշն ու դառնություն է արտահայտել։ 1668 թվականից 1672 թվականներին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր Վարդապետի ղեկավարությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել։ 1872 թվականին Գևորգ IV Կոնդակով հայ ժողովրդին կոչ է արել նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը։ 1873-ից 1879 թվականներին օշականցիների մասնակցությամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին հիմնովին վերակառուցվել է և 1879 թվականի հոկտեմբերի 21-ին օծվել։ Ավագ խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է, ուղղանկյուն թաղածած խուցը։ 1880 թվականին եկեղեցու հարավային կողմում Վահան Ամատունու գերեզմանի վրա կանգնեցվել է հուշակոթող։ 1913 թվականին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք։ 1960-ից 1964 թվականներին Վազգեն առաջին Պալճյանի հոգածությամբ Միլիանահայ Ղազարոսյան եղբայրների բարերարությամբ բարեկարգվել է եկեղեցու շրջապատը։ 1962 թվականին Մեսրոպ Մաշտոցի բազալտե գերեզմանաքարը փոխվել է նոր օնիքս քարից պատրաստված տապանաքարով։
1964 թվականին եկեղեցի հյուսիսարևմտյան անկյան մոտ կառուցվել է աղբյուր ճարտարապետ Իսրայելյանի կողմից։ 1966 թվականին ավագ խորանում Մարմարես նոր սեղան էր պատրաստվել, վրան աստվածածինը մանկան հետ, սրբապատկերով։ 1964-66 թվականներին Հնդկահայ Ալեքսանյանի բարերարությամբ եկեղեցու ներսը նկարազարդվել է փառք հայգրի եւ դպրության որմնանկարով։ Նկարիչներ՝ Մինասյան եւ Մամյան։ Որմնանկարն իրականացվել է եռապատկեր հորինվածքով, ճարտարապետության ներդաշնակ։ Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը ներաստեղծ Այբուբենը ձեռքին։ Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանված է երկու մասի։ Ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցը իր շրջապատված աշակերտներով, աջ կողմում հայրապետական գահին բազմած Սահակ Պարթևը։ Կենտրոնում հնարամտորեն օգտագործված է լուսամուտի բացվածքը, որի ապակու վրա դրսից պայծառ լույսով ողողված գրված է հայոց Այբուբենը։ Հարավային պատին կանգնում է ծնջադիր նետաձիգ զինվորներն են, հայոց աշխարհի պահապանները։ Նրանց գլխավերևում ուժի հայրենիքի կենսունակութային խորհրդանիշ թևատարած արծիվը։ Հյուսիսային պատին պատկերված է Հայաստանի գարունը, ծաղկած ծաղիկներով, զվարթ աղջիկներով։ 1997 թվականին եկեղեցու արևմտյան կողմում Գաբրիելյանների բարերարությամբ կառուցվել է առաջնորդարանի շենքը։ 2000 թվականին Կոբերանի միջոցներով բարեկարգվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքը։